Պենտագոնը քննարկում է Մերձավոր Արևելք մոտ 10,000 զինվոր ուղարկելու հարցը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին հայտարարությունների ֆոնին, հաղորդում է Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն տարածաշրջանում ամերիկյան զորքերի ուժեղացումը կարող է ներառել հետևակային եւ զրահատեխնիկա, բացի տարածաշրջան արդեն ուղարկված 5000 ծովային հետևակայիններից եւ մի քանի հազար դեսանտայիններից։ Մեծ Բրիտանիայի խորհրդանի ազգային անվտանգության ռազմավարության համատեղ հանձնաժողովի զեկույցի համաձայն Մեծ Բրիտանիան եւ նրա ՆԱՏՕ-ի դաշնակիցները Եվրոպայում պետք է պատրաստ լինեն ամենավատ սցենարին, որի դեպքում ԱՄՆ-ն չի կարողանա պաշտպանել նրանց ճգնաժամի դեպքում։ Կառավարությունը պետք է նաև մշակի հստակ ծրագիր մյուս եվրոպական դաշնակիցների հետ ՆԱՏՕ-ի շրջանակներում ավելի ուժեղ եվրոպական առաջնորդության անցնելու համար։ Ամենավատ սցենարին պատրաստվելիս, որի դեպքում Եվրոպան այլևս չի կարող հույսը դնել ԱՄՆ աջակցության վրա ճգնաժամի դեպքում, կառավարությունը պետք է համագործակցի եվրոպացի գործընկերների հետ, ներդրումներ կատարելու իրենց սեփական կարողություններում, այս հնարավոր դուրսբերումը փոխհատուցելու համար, նշում են զեկույցի հեղինակները։ Խորհրդարանականները կարծում են, որ Մեծ Բրիտանիան պետք է աստիճանաբար հեռանա ԱՄՆ-ի հետ իր երկկողմ հարաբերություններից, որոնք բնութագրվում են միջուկային եւ հետախուզական գործողությունների վրա չափազանց մեծ կախվածությամբ։ Արաբական Միացյալ Էմիրությունները ԱՄՆ-ին եւ այլ արևմտյան գործընկերներին հայտնել են, որ պատրաստ են ռազմածովային ուժեր օգտագործել Հորմուզի նեղուցում նավարկությունը վերականգնելու համար, հաղորդում է բրիտանական Financial Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին։ Ամեն պատրաստ է միանալ եւ մասնակցել Հորմուզի նեղուցում հնարավոր գործող ցանկացած բազմազգ ռազմական ուժի։ Երկիրը նաեւ Բահրեյնի հետ աշխատում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա նման գործողությունների համար մանդատ տրամադրելու համար։ Նշվում է, որ խոսքը Իրանի հետ պատերազմ սկսելու մասին չէ։ Քուվեյթի Մուբարակ Ալ-Քաբիր նավահանգիստը, որը գտնվում է Էմիրության մայրաքաղաքից հարավ, հրթիռային հարձակման է ենթարկվել, հայտնել է հանրային աշխատանքների նախարարությունը։ Հայտարարության համաձայն Մուբարակ Ալ-Քաբիր նավահանգստի ենթակառուցվածքը ենթարկվել է կրկնակի հարձակման, թշնամու անօդաչու թռչող սարքերի եւ թևավոր հրթիռների կողմից։ Սկզբնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ զոհեր չկան, սակայն օբյեկտը կրել է նյութական վնաս։ ԱՄՆ տիեզերական ուժերի կանավերալ Հրվանդանի բազայից անհայտ հրթիռ է արձակվել Ատլանտյան օվկիանոսի երկնքում, թողնելով սպիտակ հակահրթիռային հետք, սակայն ըստ Florida Today-ի արձակման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի արվել։ Հրապարակման համաձայն արձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12:30-ի սահմաններում, Երևանի ժամանակով ժամը 20:30-ին, մինչդեռ տիեզերական արձակման խոշոր օպերատորներից ոչ մեկը այդ պահին նախատեսված թռիչքներ չուներ։ Առաջիկա արձակման միակ անուղղակի ցուցիչը օվկիանոսի արևելյան մասում ափամերձ պահպանության եւ հայրենիքի անվտանգության նախարարության կողմից սահմանված անսովոր նավարկության սահմանափակ գոտին էր։ Florida Today-ի ԱՄՆ պաշտպանության նախարարությանը ուղղված հարցումները մնացել են անպատասխան։ Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան թույլատրել են ուկրաինական զինված ուժերի անօդաչու սարքերին անցնել իրենց օդային տարածքով Ռուսաստանի տարածքի վրա հարվածներ հասցնելու համար։ Նշվում է, որ եթե նախկինում նման թույլտվությունները տրվում էին ոչ պաշտոնական մակարդակով եւ սահմանափակ դեպքերում, ապա այժմ խոսքը վերաբերում է ավելի բաց եւ համակարգված մոտեցման։ Աղբյուրի տվյալներով ուկրաինական դրոնները հիմնականում արձակվում են Չեռնիգովի շրջանից, սակայն ուղղակի ճանապարհով դեպի Ռուսաստանի հյուսիս-արևմուտք հասնելը պահանջում է շուրջ 850 կիլոմետր թռիչք, ինչը համարվում է գրեթե անհնար։ Դրա փոխարեն առաջարկվող այլընտրանքային երթուղին անցնում է Լեհաստանի եւ Բալթյան երկրների տարածքով, շրջանցելով Բելարուսը եւ թույլ տալով մոտենալ Ֆիննական ծոցին, խուսափելով ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ ոստիկանությունից զանգում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ճշտումներ անում։ Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտարարել է, դա բնական է, զանգերն ու հարցերը սովորաբար ակտիվանում են ցանկացած ընտրությունից առաջ։
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ այսօր մարտի 27-ին շարունակվել է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը, որը վերաբերում է նրա պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքներն օտարելուն։ Այսօր տեղի ունեցած դատական նիստին մեկնարկել է ապացույցների հետազոտման փուլը։ Հիշեցնենք, որ նախորդող դատական նիստերից մեկում հանրային մեղադրողները կարդացել էին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը։ Գեղամկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեից։ Դատարանն արդարացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանին։ Ադրբեջանցուն գաղտնի տեղեկություններ փոխանցած կնոջ նկատմամբ վարույթ էր հարուցվել պետական դավաճանության հոդվածով։ Նշվում էր, որ նա սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ եւ նրան փոխանցել կարևոր տեղեկություններ։ Դատախազությունից հայտնել են, որ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու են։ Երեք հայտնի դարձավ, որ վիճաբանություն է տեղի ունեցել Վարդենիսի զորամասում։ Դանակահարությունից ստացած վնասվածքներով 3 զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց։ Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը հաստատել է տեղեկությունը եւ հայտնել, որ վնասվածք ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ։ Նախաձեռնվել է վարույթ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։ Կապանում գետի վարարում տեղի չի ունեցել։ Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը։ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ մարտի 27-ի ժամը 14:30-ի դրությամբ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են Սյունիքի մարզում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ ահազանգեր։ Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց եւ ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։ Փրկարար ծառայության Կապանի եւ Քաջարանի հրշեջ փրկարարական ջոկատները, ինչպես նաեւ համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները։ Անվտանգության նկատառումներից ելնելով փողոցը փակվել է։ Իսրայելի շտաբի պետ Էյալ Զամիրը կառավարության նիստում զգուշացրել է, որ Իսրայելի բանակը մոտենում է բեկման կետին ձգձգված հակամարտությունից հետո։ Ես բարձրացնում եմ 10 կարմիր դրոշ, ասել է Զամիրը, ընդգծելով զորակոչի, պահեստազորի եւ երկարաձգված ծառայության վերաբերյալ նոր օրենքներ ընդունելու անհապաղ անհրաժեշտությունը։ Պահեստազորը չի կարողանա դիմանալ այս դրամատիկ հանգամանքներում, հավելել է Զամիրը։ Նա զգուշացրել է, շուտով ուժերը կդադարեն այլևս պիտանի լինել նույնիսկ առօրյա անվտանգության առաջադրանքներ կատարելու համար։ Նվազագույն գնահատականներով ամերիկացիները 600-ից 800 զոհ եւ մոտավորապես 5000 վիրավոր ունեն։ Հայտարարել է Իրանի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ Սարդար Շեքարչին։ Նա նշել է, որ հարվածներ են հասցվել հրամանատարական շտաբին, վարչապետի հանդիպման վայրին, միջուկային հետազոտությունների կենտրոնին, ինչպես նաև Իսրայելի բազմաթիվ ռազմավարական եւ հետազոտական պաշտպանական արդյունաբերական օբյեկտներին եւ նրանք զգալի կորուստներ են կրել։ Նա հիշեցրել է, որ Իսրայելը հայտնել է մոտավորապես 9000 վիրավորի մասին։ Նրանք ընդհանրապես չեն հաղորդում որևէ զոհի մասին, խոսում են միայն վիրավորների մասին։ Իբրև թե մեր բազմատոննայանոց հրթիռները կարող են միայն վիրավորել, այլ ոչ թե սպանել, հավելել է Շեքարչին։ Ոչ ոք չի կարող Իրանին կամ իրանական ժողովրդին վերջնագրեր ներկայացնել, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը։ Նա դիմել է իրանական ժողովրդին։ Իրանի ազգը չեմպիոն է, ձեր 25-օրյա ներկայությունը փողոցներում եւ զինված ուժերի զոհաբերությունը ստեղծեցին պատմական հաղթանակի պայմանները սիրելի Իրանի համար։ Ոչ ոք չի կարող վերջնագրեր ներկայացնել Իրանին կամ իրանական ժողովրդին։ Ձեր երեխաները չեն բաց թողնի այս հնարավորությունը, մինչև լիովին չգիտակցեն իրենց հաղթանակը եւ չխախտեն պատերազմ հրադադար, պատերազմ չարաբաստիկ ցիկլը, նշել է Իրանի խորհրդարանի խոսնակը։ Թրամփը հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի։ Նա նշել է, որ շարունակվող հակամարտությունը երկար չի տևի։ Վերջինս նաև հայտարարել է, որ հակամարտության արդյունքում ակնկալում էր նավթի գների ավելի զգալի աճ, սակայն դրանք աճել են սպասվածից էլ քիչ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կոնֆլիկտը հանգուցալուծելու շուրջ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցություններում միջնորդ երկիրը Պակիստանն է։
Կոնֆլիկտը հանգուցալուծելու շուրջ ԱՄՆ-ի եւ Իրանի երկխոսությունը զգայուն հարց է։ Այդ տեղեկատվությունը տարածվել է Պակիստանի կառավարության միջոցով, որը հանգեցրել է վճռական եւ կառուցողական հաղորդագրությունների եւ բանակցությունների փոխանակման, որի մասին դուք քիչ առաջ հայտնեցիք մամուլին։ Խոսքը նուրբ դիվանագիտական հարցերի մասին է եւ դուք մեզ հանձնարարել եք կոնկրետ պայմանների պարագայում պահպանել գաղտնիություն, ասել է Ուիթքոֆը դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Իրանցիները ինձ առաջարկել են դառնալ նոր այաթոլլա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ոչ, շնորհակալություն, ես դա չեմ ուզում, նշել է նախագահը։ ԱՄՆ-ն քննարկում է Իրանում ցամաքային գործողություն անցկացնելու հնարավորությունը եւ այն կարող է շուտով սկսվել։ Նման տեսակետ է հայտնել Wall Street Journal-ի լրագրող Ալեքս Ուորդը, հղում անելով կոնգրեսի 3 հանրապետականի։ Կոնգրեսի առնվազն 3 հանրապետական, այդ թվում ներկայացուցիչների պալատի եւ սենատի զինված ուժերի կոմիտեների նախագահները համոզիչ կերպով ենթադրում են. Իրանում ցամաքային գործողություն է պլանավորվում եւ կարող է շուտով սկսվել, ասել է Ուորդը։ Այսօր մարտի 27-ին մեկնարկել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության արտահերթ համաժողովը։ Համաժողովում 1000 պատվիրակ է ընտրվելու ու 3 օր շարունակ ուղիղ եթերի ռեժիմով ներքին ընտրություն է կայանալու։ Այսինքն ԿՊԱ-կան պատվիրակները գալու են ու ուղիղ եթերում ընտրելու են այն անձանց, ովքեր պետք է ձևավորեն քաղաքացիական պայմանագրի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերջնական ցուցակը։ Քվեարկությամբ կդասավորվի առաջինից մինչև վերջին համարը ու պատվիրակները կորոշեն, թե որ ԿՊԱ-կանն է ամենաբարձր վարկանիշը ունեցողը ու որ համարի ներքո պետք է մասնակցի ընտրություններին։ Միայն այդ ընտրություններից հետո նոր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արտահերթ համագումար կանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ու կհայտարարի, թե ովքեր են քաղաքացիական պայմանագրի ցուցակի առաջատարները։ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացումը լրացուցիչ հնարավորություններ է բացում տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար։ Այս մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Շիմքենդում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։ Նրա խոսքով սա ակնառու օրինակ է, թե ինչպես է տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը նպաստում արտաքին առևտրի խթանմանը։ Խոսելով ներքին շուկաների պաշտպանության մասին Գրիգորյանը շեշտել է, որ դրանց համակարգված մոնիտորինգը թույլ է տալիս ոչ միայն արագ բացահայտել ի հայտ եկող անհավասարակշռությունները, այլև արդյունավետ միջոցառումներ մշակել ներքին շուկան պաշտպանելու եւ հայրենական արտադրողներին աջակցելու համար։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը զգուշացնում է հեղեղումների մասին։ Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է, կետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ, պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ եւ օպերատիվ միջոցառումներ իրավիճակը վերահսկելի պահելու համար։ Խնդրում ենք հեռու մնալ գետամերձ տարածքներից, չմոտենալ վարարած գետերին, ճանապարհներին լինել առավել ուշադիր, նշել է Սյունիքի մարզպետը։ Հայաստանը խնդրել է Վրաստանին տեղափոխել գազատարը։ 5.5 կիլոմետր երկարությամբ գազատարի հատվածը կտեղափոխվի մի քանի կիլոմետրով եւ կմիացվի հայկական կողմից կառուցված նոր հատվածին։ Համապատասխան հայտը արդեն ներկայացվել է Վրաստանի բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչություն։ Վրաստանից եկող գազատարը հանդիսանում է Հայաստան բնական գազի մատակարարման հիմնական ուղիներից մեկը։ Հայաստանը գազ է ստանում Ռուսաստանից Վրաստանի տարանցիկ ենթակառուցվածքների միջոցով։ Պատմական արդյունք Հայաստանի գեղասահքում Հայաստանը ներկայացնող զույգն առաջին անգամ հայտնվել է գեղասահքի աշխարհի առաջնության լավագույն տասնյակում։ Փետրվարի 28-ից ի վեր Հայաստան վերադառնալու աջակցության խնդրանքով Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանություն դիմել է 10 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Մարտի 25-ին Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանության կազմակերպած հատուկ ավտոբուսային չվերթով 8 քաղաքացի տեղափոխվել է Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաք, այնտեղից օդային ուղիղ չվերթով Երևան մեկնելու համար։ Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի մտադրություն է հայտնել Հայաստան վերադառնալ իրենց պայմանագրային պարտավորություններն ավարտելուց հետո։ Իսրայել-Եգիպտոս սահմանային տաբայի անցակետով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին դիմավորել են Եգիպտոսում ՀՀ դեսպանը եւ հյուպատոսը, նրանց ուղեկցել Շարմ էլ-Շեյխի միջազգային օդանավակայան ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն։ Քաղաքացիները մարտի 26-ի առավոտյան Շարմ էլ-Շեյխ Երևան չվերթով մեկնել են Հայաստան։
2026 թվականի մայիսի 4-ին եւ 5-ին Երևանում կայանալու է Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին։ Այս մասին տեղեկացնում են արտաքին գործերի նախարարությունից։ Գագաթնաժողովին ընդառաջ նախագահներ Կոշտան եւ ֆոն դեր Լայենը նաեւ մասնակցելու են 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ ՀՀԵՄ գագաթնաժողովի առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, մարդկանց միջև շփումների ոլորտներում վերաբերող հարցերը։ Առաջնորդները նաև կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, փոխկապակցվածության եւ բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացը, ինչպես նաև ընթացիկ համաշխարհային մարտահրավերները։ Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունները հիմնված են համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վրա, որն ուժի մեջ է մտել 2021 թվականին, եւ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթղթի վրա, որն ընդունվեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի եւ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի մասնակցությամբ 2025 թվականի դեկտեմբերին կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստում։ Եվրոպական միությունը Հայաստանի առանցքային գործընկերն է բարեփոխումների օրակարգի, ինչպես նաև առևտրի ու ներդրումների ոլորտում, նշված է արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ժամանել է Ղազախստանի Շիմքենթ քաղաք։ Գրիգորյանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին եւ Digital Kazakhstan համաժողովին։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին դիմավորել է Ղազախստանի առևտրի եւ ինտեգրման նախարար Արման Շակալիևը։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Թադևոս Ավետիսյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Թադևոս Ավետիսյանի օգտին քվեարկել է 83 падգամավոր, Ազգային ժողովի 107 падգամավորից քվեարկությանը մասնակցել է 85-ը։ Քվեատուփում արկա է եղել 85 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 2-ը։ Ուկրաինային այլևս պետք չեն գերմանական Taurus թերահար հրթիռները, քանի որ այժմ այն ունի իր սեփական այլընտրանքը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ուկրաինան արդեն ունի իր սեփական հեռահար զենքերը, որոնք մասամբ ինքնուրույն է մշակել, այդ թվում մեր օգնությամբ, եւ որոնք զգալիորեն ավելի արդյունավետ են, քան Taurus հրթիռների համեմատաբար փոքր քանակը, որը մենք կարող ենք մատակարարել, ասել է կանցլերը։ Քաղաքական գործիչը նշել է, նախկինում ինքը կողմեր նման հրթիռ Կիևին փոխանցելուն, հաշվի առնելով, որ Բունդեսվերն ուներ բավարար պաշարներ, սակայն այժմ, երբ Ուկրաինան զինված է ավելի լավ, քան երբևէ, Մերցը կարծում է, որ այլևս նման մատակարարումների կարիք չկա։ Միևնույն ժամանակ Գերմանիայի կանցլերը նշել է, որ Ուկրաինան բախվում է ֆինանսավորման խնդիրների, ուստի լրացուցիչ զենքերը ներկայումս չի լուծում խնդիրը։ Ուկրաինան Իրանի դեմ պատերազմում միացել է ԱՄՆ-ին եւ Իսրայելին ֆինանսական օգուտներ ստանալու համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Քազեմ Ջալալին։ Նրա խոսքով Կիևի պաշտոնյաները փորձում են շահագործել արևմտյան եւ արաբական երկրները, արտահայտվելով իրենց թշնամական դիրքորոշումը Իրանի նկատմամբ։ Ջալալին կարծում է, Ուկրաինայի նպատակն է որքան հնարավոր է շատ ֆինանսական օգնություն ստանալ ԱՄՆ-ից եւ Պարսից ծոցի միապետություններից։ Մենք կոչ ենք անում Ուկրաինայի կառավարությանը դադարեցնել սխալ դիրքորոշում ընդունելը Իրանի ժողովրդի նկատմամբ եւ չմիանալ Իրանի դեմ ագրեսորներին, ասել է դիվանագետը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գաղափարը Իրանում բողոքի ցույցեր հրահրելու գործող կառավարության դեմ։ Այս մասին հայտնել է Axios-ը, հղում անելով աղբյուրներին։ Ինչու պետք է մենք խրախուսենք մարդկանց դուրս գալ փողոց, երբ նրանց վրա միևնույնը կրակելու են, պատասխանել է Թրամփը Նեթանյահուի հառաչարկին։ Ըստ պորտալի ԱՄՆ-ն եւ Իսրայելը համաձայն են պատերազմի նպատակների մեծ մասի շուրջ, սակայն նրանց տեսակետները տարբերվում են Իրանում ռեժիմի փոփոխության վերաբերյալ։ Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել իրանական անօդաչու թռչող սարքերի կողմից, հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը։ Այս հարձակումների հիմնական թիրախը Սաուդյան Արաբիայի արևելքն էր եւ դրանք իրականացվել են մի քանի անօդաչու թռչող սարքերի միջոցով, նշվում է հաղորդագրության մեջ։
Լիբանանի Հեզբոլլահ շարժումը հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության Թել Ավիվի Քիրյա Համալիրի վրա հրթիռային հարվածի մասին։ Հրապարակման համաձայն նախարարության շտաբ բնակարանի վրա հարվածը տեղի է ունեցել ժամը 1:10-ին, Երևանի ժամանակով ժամը 3:10-ին։ Բացի այդ, տարբեր տեսակի հրթիռներ հարձակվել են Թել Ավիվի մոտակայքում գտնվող ռազմական հետախուզության զորանոցների վրա։ Վոլոդիմիր Զելենսկին վերընտրվելու է Ուկրաինայի նախագահի պաշտոնում։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Զելենսկին կլինի Ուկրաինայի հաջորդ նախագահը։ Ես կարծում եմ հաստատ, նա պատերազմական ժամանակաշրջանի առաջնորդ է, ասել է դիվանագետը։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը մի քանի օրով հանել են Իրանի խորհրդանի խոսնակ Մոհամմադ Ղաբեր Ղալիբաֆին եւ արտգործնախարար Աբբաս Արաղչուն իրենց թիրախային ցուցակից, հաղորդում է Wall Street Journal-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։ Հրապարակման համաձայն Վաշինգտոնը եւ Թել Ավիվը ժամանակավորապես հանել են Ղալիբաֆին եւ Արաղչուն թիրախային ցուցակից, մինչ նրանք գնահատում են խաղաղ բանակցությունների հնարավորությունը։ Պարբերականությունը սահմանվում է 4-ից 5 օր, որի ընթացքում ԱՄՆ վարչակազմը հույս ունի անցնել բարձր մակարդակի բանակցություններին, տարածաշրջանում մարտական գործողությունները դադարեցնելու համար։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին տրիբունալի առաջ կկանգնի ուղղափառության եւ ուկրաինացի ժողովրդի ոչնչացմանն ուղղված ահաբեկչական քաղաքականության համար, երբ պատերազմն ավարտվի եւ Ռուսաստանը հաղթի։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Պետդումայի падգամավոր Վիկտոր Վոդոլացկին։ Նա հիշեցրել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ Ուկրաինայի սահմանադրությունը չի նախատեսում պետության ղեկավարի լիազորությունների երկարաձգում։ Հետևաբար падգամավորը շեշտել է, որ Զելենսկին ոչ լեգիտիմ է։ Նրա խոսքով այսօր ռուս-ուկրաինական պատերազմը միակ պատճառն է, որի համար նա մնում է իշխանության գլուխ։ Վերջինս կարծում է, որ հակամարտության ավարտից հետո Զելենսկու կարիերան կփլուզվի եւ նա կդատապարտվի ժողովրդի եւ ուղղափառության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Ճապոնիայի Ֆուկուսիմա քաղաքում հայտնաբերվել են առասպելական ջրահարսի նմանվող մնացորդներ, հայտնում է The Sun-ը։ Հին տանը հայտնաբերված գտածոն ունի սուր ատամներ, երկար ձեռքեր եւ պոչի լողակ։ Ինչպես նշում է հրատարակությունը, խորհրդավոր հայտնագործությունը նման է կապայի, ճապոնական բանահյուսության առասպելական ջրային դևի։ Ասում են, նրանք բնակվել են Ճապոնիայի լճակներում եւ գետերում եւ մարդկանց ու անասուններին քարշ են տվել ջրի մեջ։ Մումիան կցուցադրվի ցուցահանդեսում եւ նույնիսկ հասանելի կլինի գնման համար։ Միջոցառման կազմակերպիչը ակնկալում է ստանալ մոտավորապես 11.755 ֆունտ ստերլինգ։ Մարտի 25-ին ժամը 19:12-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգեստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության 1 բիս կանչով դեպքի վայր են մեկնել փրկարարծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրշեջ փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղ եւ հրդեհ հաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին կանանց մշակույթի տան չգործող 4 հարկանի շինությունում։ Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է թիվ 3 կանչ։ Այնուհետև դեպքի վայր է մեկնել փրկարարծառայության 8 մարտական հաշվարկ, 2 ջրատար, հոգեբանական աջակցության եւ բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:11-ին, մարվել 23:44-ին։ Հրշեջ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից շենքեր։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունները կանցկացվեն հրթիռներով, հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի խոսնակ Էբրահիմ Ռեզային։ Սատանայի հետ ցանկացած բանակցություն ռազմավարական սխալ է։ Թող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները անցկացվեն հրթիռներով, հայտնել է Ռեզային։ Բրիտանացի վերլուծաբան եւ ռազմական փորձագետ Ալեքսանդր Մերկուրիսի խոսքով Միացյալ Նահանգները Իրանին բանակցություններ է առաջարկել, ելնելով վերջին լիս անելանելի իրավիճակից։ Միացյալ Նահանգները հիմա պետք է կանխի հնարավոր աղետը, որը իմ կարծիքով մոտ է, քանի որ անկախ նրանից, թե ինչ է անում Թրամփը, նրա ժամանակը սպառվում է։ Ահա թե ինչու են այդքան շատ փորձեր արվում համաձայնության գալու Իրանի հետ, ասել է Մերկուրիսը։ Փորձագետը կարծիք է հայտնել, որ Թեհրանը չպետք է համաձայնվի Վաշինգտոնի պայմաններին, քանի որ այն ռազմավարական նախաձեռնություն ունի։
NTV-ի հաղորդմամբ անօդաչու թռչող սարքը հարձակվել է թուրքական ALTURA ընկերության 140,000 տոննա նավթ տեղափոխող տանկերի վրա։ Դեպքը տեղի է ունեցել Սև ծովում, Բոսֆորից 15 մղոն հեռավորության վրա։ Հարվածից հետո տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Նավի անձնակազմը օգնություն է խնդրել։ Վնասվել են տանկերի կամուրջը եւ շարժիչային սենյակը։ 27 թուրք քաղաքացիներից բաղկացած անձնակազմը չի տուժել։ Իրանի խոշորագույն քաղաքները, այդ թվում Թեհրանը, ենթարկվել են բազմաթիվ ավիահարվածների, հաղորդում է Աշ-Շարք հեռուստաընկերությունը։ Թեհրանում, երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադում, երկրի կենտրոնական մասում գտնվող Սպահանում, ինչպես նաև հարավային Շիրազ քաղաքում եւ Պարսից ծոցի ափին գտնվող Իսլամական Հանրապետության ամենամեծ նավահանգստային քաղաքներից մեկում, Բանդար Աբասում, ինտենսիվ ռմբակոծություններ են ընթանում։ Ավիահարվածների հետևանքով պատճառված վնասի կամ հնարավոր զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ Ձերբակալություններ են տեղի ունեցել Վանաձորի համայնքապետարանում։ Հակակոռուպցիոն կոմիտեից Եվրամեդիա 24-ին հայտնել են, որ կաշառք ստանալու, տալու խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ խարդախության դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին եւ գործող պաշտոնատար անձինք են։ Նախաքննության շահերից ելնելով, սակայն հակակոռուպցիոնից այլ մանրամասներ չեն հայտնել։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ընթացիկ հակամարտությունը ոչ իրանական է, ոչ էլ ամերիկյան, պնդելով, որ Իսրայելն է ԱՄՆ-ին ներքաշել այս պատերազմում։ Ամերիկայի առաջնահերթությունը Իսրայելի անվտանգությունն է եւ տարածաշրջանում ամերիկյան բազաները ստեղծվել են Թել Ավիվը պաշտպանելու համար։ Վաշինգտոնը պատրաստ է ամեն ինչ զոհաբերել Իսրայելի անվտանգության համար, ասել է Արաղչին։ Նա նշել է. Իսրայելը իրականացնում է Մեծ Իսրայել նախագիծ, որը նրա խոսքով ենթադրում է տարածաշրջանի մի շարք երկրների տարածքների նկատմամբ վերահսկողություն։ Իրանը Թրամփի վարչակազմին հստակեցրել է, որ մտադիր չէ վերսկսել բանակցությունները հատուկ դեսպանոր Սթիվ Ուիթքոֆի եւ ԱՄՆ նախագահի Փեսայի Ջարեդ Քուշների հետ, նախընտրելով շփվել փոխնախագահ Ջեյդի Վենսի հետ, հաղորդում է CNN-ը, հղում անելով աղբյուրներին։ ԱՄՆ-ում ոչ պաշտոնական ալիքներով փոխանցված հաղորդագրությունը ցույց է տալիս, որ Իրանը Ուիթքոֆի եւ Քուշների մասնակցությամբ բանակցությունները համարում է անարդյունավետ, հաշվի առնելով վստահության դեֆիցիտը, որը առաջացել է Իսրայել-ԱՄՆ համատեղ ռազմական գործողություններից առաջ բանակցությունների խափանումից հետո, նշվում է հաղորդագրության մեջ։ Թրամփը պատասխանելով լրագրողների հարցին Իրանի դեմ ռազմական գործողության սկզբում Քուվեյթի կողմից 3 ամերիկյան կործանիչների խոցումը որակել է որպես աննշան անհարմարություն։ Քուվեյթը աննշան անհարմարություն ունեցավ։ Նրանք մեր հրթիռներով խոցեցին 3 ինքնաթիռ։ Պարզվեց, որ դրանք մեր ինքնաթիռներն էին։ Քուվեյթը սխալ թույլ տվեց։ Նրանք կրակեցին, կարծելով, թե հարվածում են թշնամուն։ Դա ինչպես ասում են, բարեկամական կրակ էր, ասել է ԱՄՆ առաջնորդը։ Նրա խոսքով ամերիկացի օդաչուները ողջ են մնացել միջադեպերից հետո։ Իրանը մերժել է հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ԱՄՆ-ի 15 կետանոց առաջարկները եւ իր պայմաններն է ներկայացրել։ Հաղորդում է Press TV հեռուստաալիքը, հողում անելով իր աղբյուրներին, հայտարարելով, որ պատերազմը պետք է դադարեցվի միայն իր պայմանների ընդունման դեպքում, Թեհրանը հրապարակել է իր պահանջները, դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, ամբողջ մերձավոր արևելքում, մշակել կոնկրետ քայլեր, որպիսի պատերազմը այլևս չկրկնվի, փոխհատուցել պատճառված վնասը, ճանաչել Թեհրանի իշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Եղանակը առաջիկա օրերին Հանրապետությունում մարտի 27-ից 31-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Մարտի 27-ին Սյունիքում եւ առանձին շրջաններում տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ։ Մարտի 30-ից 31-ն առանձին վայրերում հնարավոր է նաեւ ամպրոպ։ Քամին հարավարևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Մարտի 27-ից 30-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամուշ գնացում 13-ից 17 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 27-ից 28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 2-ից 4 աստիճանով։